Բարի լույս սիրելիներս, տեսնենք ինչպես կարող ենք մենք նմանվել Քրիստոսին։ Քանի որ Քրիստոս մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվեցեք նույն մտքով, որովհետև ով մարմնով չարչարվում է, դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծո կամքի ապրի։ Պետրոս առաքյալը մեզ հիշեցնում է, սիրելիներ, որ Հիսուս Քրիստոս չարչարվեց մեզ համար։ Նա կամավորապես այն տառապանքը կրեց, որը գինն էր մեր փրկության համար։ Սատանան գին էր պահանջում, եւ ինչպես Գործք առաքելոցի մեջ է ասում, աշխարհում չկա որևէ անուն, որով մենք կարողանանք փրկվել։ Ուրեմն միայն Հիսուսով մարդը կարող էր փրկվել, եւ այդ գինը Աստծո որդու կյանքն էր, որտեղ Աստված այնքան սիրեց մեզ, աշխարհը, որ իր զավակին զոհաբերեց մեզ փրկելու համար։ Նույն ձևով մենք նաև պետք է նեղություններ կրենք մարմնապես, ֆիզիկապես։ Ինչու՞, որտեղ երբ որ մենք նեղություններ ենք կրում մեղքի պատճառով, դա մեր վարձն է, այսինքն մեղքի վարձը դա է։ Բայց երբ որ մենք բարի գործեր, առաքինության, սրբության համար ենք նեղություններ, դժվարություններ կրում, դա պարգև է Աստծուց հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Ինչու է առաքյալն ասում Հիսուս չարչարվեց մարմնով, որովհետև Պետրոս առաքյալը ինքը ականատեսն ու վկան էր այդ ամբողջ չարչարանքների, եւ պետք է փակեր բոլոր նրանց բերանը, ովքեր ասում են, որ Հիսուս չի չարչարվել, այլ այդ ամենը տեղ ունեցել երևութապես, այսինքն Աստված չէր կարող չարչարվել։ Բայց մենք տեսնում ենք, որ Հիսուս մարմնով խաչի վրա չարչարվեց մեզ համար, որպեսզի մենք փրկվենք։ Երբ որ մենք մարմնական նեղություններ ենք կրում, չէ, երբ որ մենք հիվանդանում ենք, տկարանում ենք, ցավ ենք ունենում մեր մարմնի մեջ, մենք այլ բաների մասին չենք մտածում։ Երբեք չենք անդրադառնում ինչպես մեղք գործենք, այլ ամեն ինչ անում ենք մեր մարմնի ցավը բուժելու։ Ուրեմն այս ցավը մեզ բերում է, որպեսզի մենք ապրենք Աստծո կամքով։ Իսկ ինչ է նշանակում ապրել Աստծո կամքով։ Նախ սիրել բոլոր մարդկանց առանց խտրականության, երկյուղ ունել Աստծուց, բոլոր մարդկանց սիրել այնպես, ինչպես ինքը դες ուզում որ սիրել, հրաժարվել հեթանոսական սովորություններից, մեղքը հանել քո կյանքից եւ վերջապես խոնարհությամբ առաջնորդվել դեպի հավիտենական կյանք։ Եթե այս ամենը քո կյանքի մեջ դու կիրառես եւ թույլ տաս, որ Աստծո կամքը քո մեջ ներգործի, դու կկարողանաս ճանապարհը տանցնել, որովհետեւ համբերությամբ տարվող խաչը արդեն այդ համբերության հաշվին նրա ծանրության կեսը անհետանում է։ Ուրեմն եթե դու համբերությամբ այս նեղությունների մեջ հարատևես եւ հասկանաս, որ ինչ որ դու անում ես քո հոգու փրկության համար, այդ բեռը կթեթևանա, որովհետեւ Տիրոջ լուծը քաղցր է եւ այդ քաղցրության տակ դու սիրով, վստահությամբ, հավատքով, որովհետեւ դու գիտես ում համար ես անում, նրա, ով իր կյանքը զոհաբերել է քո փրկության համար։